Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Բարի երեկո, Տիկին Ղումաշյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Ղումաշյան, այսօր քարոզարշավի 4-րդ օրն է, այսօր և նախորդ օրերին Ուժեղ Հայաստան կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է անցկացնում ընտրողների հետ։ Ինչ տպավորությունն է, քաղաքացիները ինչպես են արձագանքում կուսակցության նախընտրական ծրագրերին։ Ինչպես դուք նշեցիք, այո, մայիսի 8-ից պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Առաջին մարզը, որը մեր թիմը այցելել է, դա Սյունիքն է, եւ դա պատահական չէ, Սյունիքը մեզ համար մեր հայրենիքի դարպասներն են, կարևորագույն մարզերից մեկը։ Կարող եմ ասել, որ շատ ակտիվ քննարկումներ է ունենում մեր թիմը Սյունիքի քաղաքներում եւ գյուղերում։ Ասեմ, որ ժողովրդի կողմից բարձրաձայնած խնդիրները լիովին համապատասխանում են, համընկնում են մեր ընտրական ծրագրի հետ, եւ դա պատահական չէ, քանի որ մեր ուժի, այսպես ասած, առաջին օրերից մենք կարևորում էինք ժողովրդի կողմից բարձրաձայնած խնդիրները եւ այդ խնդիրները մենք լուրջ վերլուծության ենթարկեցինք եւ հենց այդ խնդիրների լուծումներ դարձան եւ հիմք հանդիսացան մեր նախընտրական ծրագրին։ Մասնավորապես, օրինակ, քաղաքացիները ինչ ծրագրեր են ակնկալում տեսնել, օրինակ ավելի շատ աշխատավարձերի բարձրացում, թե օրինակ այն ծրագիրը, որ առաջարկում եք 0% հարկ փոքր բիզնեսին։ Իրապես բոլոր խնդիրները ժողովրդի համար շատ կարևոր են եւ իրենց կողմից շատ ընդունելի է, որ մենք առաջարկում ենք առաջին հերթին սոցիալական խնդիրների լուծումը։ Մենք տեսնում ենք, որ 8 տարիների ընթացքում մեր ժողովուրդը սոցիալական խնդիրների տակ խրված չի կարող իր մեջքը ուղղել եւ դա է պատճառը, որ սոցիալական խնդիրներից ելնելով իրենք չեն մասնակցում եւ չեն ուզում անգամ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական դաշտում իրող իրավիճակին։ Մեր խնդիրը լուծել առաջին հերթին սոցիալական հարցերը, երկրի տնտեսությունը բերել կայուն իրավիճակի եւ դրանից հետո նոր սկսել ժողովրդի հետ միասին կառուցել ուժեղ երկիր։ Օրինակ այս ընթացքում ակտիվ քարոզարշավ է իրականացնում նաև իշխանությունը եւ մարզային այցելությունների ժամանակ նրանք հայտարարում են, որ օրինակ թոշակներն են բարձրացրել, առողջության, ապահովագրության պարտադիր համակարգ են ներդրել եւ այլն։ Ձեր առաջարկած ծրագրերը որքանով են մրցունակ, որպեսզի ընտրողը ձեր քաղաքական ուժին ձայն տա, ոչ թե օրինակ իշխանությանը։ Եթե խոսենք մրցակցային առավելությունների մասին, ապա կարծում եմ մենք միակ ուժն ենք քաղաքական դաշտում, ով ոչ միայն հնչեցնում է ծրագրերը, այլ ունի հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպես է այդ ծրագրերը իրականացնելու։ Եվ մեր ուժի առաջնորդը այն միակ հայրենասեր, այն միակ մեծ փորձով, այն միակ մարդն է, ով կարող է իր անցած ճանապարհի հիման վրա Հայաստանը դարձնել ուժեղ եւ բոլոր խնդիրներին լուծում տալ։ Քարոզարշավի մեկնարկին Տիկին Ղումաշյան հայտարարեցիք, ավելի ճիշտ հակակոռուպցիոն մարմնի ուշադրությունը հրավիրեցիք, որ իշխանության ներկայացուցիչը բարեգործության արգելքը խախտելու հետ կապված գործողություն է կատարել եւ այն կարծես թե համեմատեցիք ձեր անվան հետ կապված պատմության հետ։ Նախ այս երկու դեպքերը որքանով են իրար հետ համեմատելի եւ արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանել է ձեզ։ Ուզում եմ ընդգծել, որ Ուժեղ Հայաստան դաշինքը այն միակ ուժն է, որը անհամեմատելի, անհավասար պայմաններում է գտնվում, քանի որ մեր ուժի առաջնորդը 10 ամսից ավելի ապօրինի անազատության մեջ է գտնվում եւ ցավոք սրտի չի կարողանում մասնակցել իր անմիջական մասնակցությունը ունենալ քարոզարշավին։ Այս երկակի ստանդարտները տարածվում են իհարկե ոչ միայն մեր ուժի առաջնորդի վրա, այլ նաև մեր թիմի անդամների վրա։ Մենք լուրջ քաղաքական ռեպրեսիաների տակ ենք գտնվում, քանի որ ամեն օր գրեթե մեր ուժի ներկայացուցիչները ձերբակալվում են, հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վարույթներ են բացվում եւ այդ իսկ պատճառով մենք եւս շատ ուշադիր ենք բոլոր ընթացող իրավիճակին։ Ես ընդգծեցի հենց մայիսի 8-ին այն փաստը, որ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր խոստացած 1 տարի առաջ խոստացած նվերը վերջապես նվիրեց մի երիտասարդ քաղաքացու, չեմ ուզում անունը հնչեցնեմ, որպեսզի չթիրախավորվի, այս նույն պայմաններում գտնվում էի ես, երբ 1 տարի առաջ միայն խոստացված նվերը ես չկարողացա նվիրեմ հայրենական մեծ պատերազմի 103 տարեկան Տիկին Ռոզալիային։ Հնչեցվում է իմ կողմից շատ հետաքրքիր հարցադրում, թե ուր է հակակոռուպցիոն կոմիտեն եւ ուր է իրենց կողմից քայլերը եւ ինչու Երևանի քաղաքապետը մինչ օրս բերման չի ենթարկվել քաղաքապետարանի շենքից եւ անազատության մեջ չի գտնվում։ Ես դեռ սպասում եմ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանին։ Ինչ ակնկալիք ունեք, կարձագանք են։ Ես համոզված եմ, որ կարձագանքեն, դա իրենց օգտին է արձագանքելը, որպեսզի ցույց տան, որ իրենք հավասար պայմաններ են դնում բոլորի համար։ Ես սպասում եմ, բայց շատ երկար չեմ սպասելու։ Ամենայն հայոց կաթողիկոսը նախորդին այցելեց տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին, հաշվի առնելով հանգամանքը, որ իշխանությունը հաճախ եկեղեցում քննադատում է քաղաքական պրոցեսներին ներգրավվելու մեջ, արդյոք այս հանդիպումը եւս այս կոնտեքստում չի դիտարկվի եւ հերթական անգամ առիթ չի լինի կաթողիկոսի կամ եկեղեցու հասցեին նոր գործողություններին։ Մենք գիտենք, որ ուժեղ Հայաստան ուժի դաշինքի այս պարագայում պայքարը, քաղաքական պայքարը սկսել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությունից։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է Մայրաթոր Սուրբ Էջնիածնի աջակցությունը եւ շատ կարևոր էր նաեւ վեհափառի այցը եւ ինչպես գիտենք, երեք վեհափառը իր հայրապետական օրհնությունը բերեց ապօրինի կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Մենք սա շատ գնահատում ենք եւ համոզված ենք, որ այդ քայլը մեր ուժին ել ավելի մեծ հզորություն կտա։ Տիկին Ղումաշյան, որքան մոտենում է ընտրության օրը, այնքան քաղաքական լեքսիկոնը ավելի, այսպես ասած, սուր է դառնում։ Օրինակ, նախորդին Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների հասցեին ասում էր, որ նրանք հայերեն կսովորեն, ես մեջբերում եմ, հետո կաշխատեն քրեակատարողական հիմնարկներում։ Ուժեղ Հայաստանից էլ բավական սուր հակադարձություններ են հնչում։ Ինչ եք կարծում, այս բառապաշարը, անձնավորված վիրավորանքները մեր հասարակությանն ավելի չեն պառակտի, հատկապես ընտրությունների նախաշեմին։ Միանշանակ ես դատապարտում եմ այս պառակտումը, ընդհանրապես մեր ազգը իշխանությունների շնորհիվ հիմա պառակտված է եւ դա շատ ցավալի է։ Մեր ուժը կոչ է անում միասնության, որպեսզի ի վերջո հայ ժողովուրդը միասնական կերպով անկախ բոլոր խնդիրներից միախմբվի, անպայման բարձրացնի իր ձայնը, անպայման գնա ընտրություններին եւ հունիսի 7-ին անի ընտրություն այն ուժի օգտին, ով իրոք հայրենասեր կերպով ցանկություն է հայտնում մեր երկիրը վերստին դարձնել ուժեղ։ Իսկ քաղաքական լեքսիկոնների մասին, գիտեք, այդ լեզվի սայթակումները բոլոր քաղաքական գործիչները կարող են ունենալ։ Այստեղ կարևոր է ոչ թե հաղթարշավ բառի ճիշտ արտաբերումը կամ պղնձամոլիբդենային կոմբինատի, այստեղ կարևոր է հայրենասիրական միտումները եւ շատ կարևոր է քաղաքական գործչի համար հնչեցնել մի ծրագիր, հնչեցնել մի խոստում եւ ի վերջո իրականացնել այդ խոստումը։ Իսկ դա ոչ բոլոր առաջնորդներին է հասու։ Տիկին Ղումաշյան, կարծում եմ հետևել եք, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարեց, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Նա ասում էր, որ եթե մերներ, ինչու այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ չէինք կառուցել եւ նշում էր, որ Արցախը հիմնականում ցորեն ցանելու տեղ էր։ Հիմա Արցախը մերն էր, թե մերը չէր, Տիկին Ղումաշյան։ Իհարկե մերն էր։ Եվ մեր ուժը բազմիցս խոսել է այդ մասին, որ այն առաջնորդը, ով բերեց մեր երկրին 3 պատերազմ, խոստացավ խաղաղություն, բայց 3 պատերազմ բերեց, խոստացավ կայուն խաղաղություն եւ լավ հզոր բանակ, բայց մի քանի անգամ մեծացվեց եռաբլուրը։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեր մայրերին,
որ իրենք էլ արդյունք չեն տեսնի, բայց մենք ունեցանք 5000-ից ավելի զոհեր։ Սա խոսում է այն մասին, որ եկել է ժամանակը, որ մեր ժողովուրդը սթափ գիտակցի, որ իշխանության առաջնորդի խոստումներին հավատալ էլ չի կարելի։ Եվ մեր երկիրը այս պահին ունի նոր առաջնորդի կարիք։ Ունի այն առաջնորդի կարիք, ով իր փորձով, իր հայրենասիրությամբ, իր ուժով եկել է մեր երկիրը իսկապես ուժեղ դարձնելու։ Եվ ինչ է շատ կարևոր, երբ որ որևէ քաղաքական գործիչ խոստում է բարձրաձայնում, այդ խոստումը պետք է անպայման իրականացնել։ Եվ այս պահի դրությամբ մեր երկրին պետք է ոչ միայն ուժեղ առաջնորդ, այլ ուժեղ ժողովուրդ, իսկ ուժեղ ժողովրդին ուժեղ ընտրող։ Այդպես կարող եմ բացատրել։ Տիկին Ղումաշյան, իսկ Արցախում դպրոց մանկապարտեզ կառուցվում էր։ Իհարկե կառուցվում էր Արցախում, մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից, Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից բոլորը գիտեն, որ կառուցվել է շատ մեծ հիվանդանոց, մի շարք կրթահամալիրներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ Դա խոսում է այն մասին, որ մեր առաջնորդը հատուկ սեր էր տածում Արցախի վերաբերյալ եւ հայրենասիրությունը հենց այնպես խոսքերով չէր արտահայտում, այլ անում էր ի գործ եւ ի նպաստ Արցախի զարգացմանը։ Վերջին տարիներին մայիսին կարծես մեր երկրում չի նշվում եւ իշխանության հայտարարություններում հիշատակվում է միայն հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Դուք քաղաքական հայտ եք ներկայացրել իշխանություն ստանձնելու հետ կապված։ Եթե գաք իշխանության, պատրաստվում եք մայիսի 9 տոնել այն նույն ձև, ինչպես նախորդ տարիներին էր, բայց հաշվի առնենք, որ այս պահին Արցախը օկուպացված է եւ նաեւ եռատոն էր նշվում ժամանակին։ Մայիսը մեր ժողովրդի համար միշտ հաղթանակների ամիս է եղել եւ այո, դուք խոսեցիք եռատոնի մասին, մեր ժողովուրդը այդ մշակույթը կարծում եմ իր մեջ դեռ պահպանում է եռատոն նշելը։ Մենք տեսնում ենք մայիսի 9-ին, որ մեր հայրենակիցները ծաղիկներ են տանում Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, անմար կրակի մոտ։ Ես կարծում եմ, որ այն ժողովուրդը, ով չի հիշում իր անցյալը, բնականաբար չի կարող կառուցել արժանապատիվ ապագա։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեր ուժի համար շատ մեծ կարևորություն եւ դեր է հիշել մեր անցյալը, հիշել մեր նախնիներին, անպայման հիշատակել մեր իրական հերոսների, առանց որոնց մենք չէինք ունենա այն Հայաստանը, որը ունենք այսօր։ Քանի որ մայիսի 9-ից խոսեցինք, Տիկին Ղումաշյան օրեր առաջ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ քանի իշխանությունը գնում է Սյունիք, ինքը անհանգստանում է, ես մեջ բերեմ, Կարապետյանը նշում էր, որ այն խաղաղությունը, որը բերեց Արցախին, կարող է նույն ճակատագիրը ունենալ Սյունիքը։ Կարող եք մանրամասնել ինչ վտանգի մասին է խոսքը, քանի որ մենք խոսում ենք միջազգայինորեն ճանաչված տարածքի Սյունիքի մասին։ Իհարկե, պիտի հիշեցնենք մեր ժողովրդին, որ 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, նա առաջին հերթին այցելեց Արցախ։ Այս տարվա մայիսի 8-ին, երբ մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, նա առաջին հերթին այցելեց Սյունիք, եւ մենք շատ անհանգստացած ենք Սյունիքի համար։ Վերադառնանք նախընտրական ծրագրերին, Տիկին Ղումաշյան, քաղաքացիներին, եթե մանրամասնենք, որ ծրագրերն են շատ ավելի հետաքրքրում, մենք քիչ առաջ խոսեցինք այդ մասին, բայց օրինակ դուք նշում եք, որ նաև Հայաստանը պետք է ներկայացնել որպես քրիստոնեական туриզմի երկիր։ Այս առումով ինչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել։ Մենք բազմիցս խոսել ենք մեր տնտեսական քայլերի մասին, 5 տնտեսական քայլերի մասին, որոնք են մասնավորապես 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումը, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի գնիչեցման մասին եւ մի շարք այլ ծրագրերի, իսկ հիմա արդեն մի քանի շաբաթ է, ինչ ներկայացնում ենք մեր նախընտրական ծրագիրը, որի մեջ մեծ դերակատարություն ունի туриզմի զարգացումը, ինչպես Հայաստանը գիտեն բոլորը, որ Հայաստանը ընկալվում է որպես առաջին քրիստոնեական երկիր, որպես պետական կրոն ընդունած, մենք ուզում ենք դարձնել այդ
քրիստոնեությունը շատ կարևոր туриզմի մի մաս, ինչպես մահմեդականները Մեկկան համարում են իրենց ուխտագնացության կենտրոնը, այնպես էլ մենք ուզում ենք, որպեսզի ամբողջ աշխարհի քրիստոնյա ժողովուրդը գան Հայաստան իբրև ուխտագնացության քրիստոնեական կենտրոն։ Շատ լավ։ Տիկին Ղումաշյան, Սարգիս Կարապետյան հիմնադրամը նախատեսել էր, որ Հայաստանի 10 մարզերի 100 ուսանող պետք է անվճար սովորելու կրթաթոշակ ստանան, այսինքն տարեսկզբին հայտնի դարձավ, որ սա հնարավոր չէ իրականացնել։ Հիմա տարվա կեսն է եւ նախընտրական շրջան։ Այս ծրագիրը հնարավոր եղավ կյանքի կոչել։ Ոչ, ցավոք սրտի, անցյալ տարվա դեկտեմբերին այո մենք հայտարարեցինք այդ ծրագրի մասին եւ ասացինք, որ կընտրենք Հայաստանի լավագույն 100 ուսանողներին, մասնավորապես մարզերից, ամեն մարզից 10 լավագույն ուսանող, մենք ունեցանք 6000-ից ավելի հայտ ամբողջ Հայաստանից, եւ երբ որ պիտի արդեն ամփոփեինք, որը նախապես հայտարարել էինք, փետրվարի 15-ին պետք է ամփոփեինք այդ ծրագիրը, մեկ շաբաթ առաջ մենք ստացանք նախագահի հրամանագիրը, որտեղ որ գրված էր, որ բարեգործությունը կարող է որպես ընտրակաշարք դիտարկվել։ Եվ ցավոք սրտի մենք չկարողացանք ավարտին հասցնել այդ ծրագիրը, այո, մենք ամփոփել ենք արդյունքները, բայց չենք հնչեցրել եւ այդ հայտնի իմ բարեգործության հետ կապված գործը նաեւ կապված է այդ դրվագի հետ եւս, որ ես այդ ժամանակ հնչեցրել եմ այդ մասին, որ մենք չենք կարող ավարտին հասցնենք եւ ընտրություններից հետո իրականացնենք մեր ծրագիրը, դա եւս իմ այդ խոսքերը ընդունվել է որպես ընտրակաշարքի միտում։ Տիկին Ղումաշյան, Ուժեղ Հայաստան կուսակցությունը նաև առաջարկում է աղքատության վերացման սեփական տարբերակը, երբ ընտանիքներին տրամադրում է 150,000 դրամ նպաստ աղքատությունը հաղթահարելու համար։ Այ հարց է առաջանում, ավելի լավ չէ մարդկանց տալ կարթ ձուկ բռնելու համար, քան թե միանգամից ձուկ։ Շատ կարևոր հարց է մեզ համար, քանի որ գիտենք, որ Հայաստանում ունենք 18,000-ից ավելի քաղաքացիներ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող, Սամվել Կարապետյանի համար որպես առաջնորդ, սա պատվի հարց է, որպեսզի մեր երկրում չլինեն ծայրահեղ աղքատ մարդիկ։ Եվ ինքը անձամբ առաջարկել է մի ծրագիր, որպեսզի մենք ստեղծենք ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որտեղ պետական մասնակցությունը շատ փոքր կլինի, եւ մենք խոստացել ենք եւ խոսել ենք այդ մասին, որ ամեն 5 հոգուց բաղկացած ընտանիք, ով գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, ամսական կստանա այդ հիմնադրամի շնորհիվ 150,000 դրամ։ Դա կօգնի շատ կարճ ժամանակահատվածում մեր իշխանություն գալուց հետո մոտ 5-6 ամսվա ընթացքում ընդհանրապես զրոյացնել ծայրահեղ աղքատությունը մեր երկրում։ Դա Սամվել Կարապետյանի պատվի հարցն է։ Եթե ճիշտ եմ հասկանում, այդտեղ նախատեսվում է, որ ներդրումներ պետք է անեն բարերարները։ Արդյոք կան մարդիկ, որոնք արդեն արձագանքել են եւ պատրաստ են հանուն Հայաստանի աղքատ բնակչության իրենց գրպանից գումար տրամադրել, որպեսզի նրանց հանեն այդ վիճակից։ Ես չեմ կարող հիմա հնչեցնեմ այդ մարդկանց անունները եւ խոսել այն մասին, որ արդեն կա, քանի որ ցավոք սրտի դա եւս որպես ընտրակաշարք կդիտարկվի։ Կարող եմ ասել, որ մենք անպայման օգտագործելու ենք մեր աշխարհասփյուր հայության պոտենցիալը։ Մենք ունենք շատ լուրջ պոտենցիալ, 10 միլիոն հայեր, ակտիվ, զարգացած, հայրենասեր, որոնք եւս իրենց մասնակցությունը կցանկանան ունենալ այդ հիմնադրամի մեջ։ Եվ քանի որ գտնվում ենք քարոզարշավի ակտիվ փուլում, այ ավանդական դարձած հարցը, մեր հեռուստադիտողը ինչի համար պետք է ընտրի Ուժեղ Հայաստանին, այլ ոչ թե այլ ուժերի, որոնք հայտ են ներկայացրել իշխանություն ստանձնելու համար։ Մեր երկիրը հիմա շատ դժվար վիճակում է գտնվում, եւ մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, անկախ նրանից, որ երկրում են գտնվում, պարտավոր ենք գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։ Հունիսի 7-ը ճակատագրական օր է մեզ համար, եւ մենք պիտի հասկանանք, որ այդ պատմական հնարավորությունը չենք կարող կորցնել։ Յուրաքանչյուր մարդու ձայնը որոշիչ է, յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է, մենք պիտի պարտավոր ենք ընտրենք մեր երկրի համար այնպիսի առաջնորդ, որը ունակ է
երկիրը վերստին ուժեղ դարձնել։ Իսկ այդ միակ առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։